Բանաշրջան դուք ասեցիք, որ մի շարք առանցքային ընդդիմադիր ուժերի հետ արդեն որոշակի հանդիպումներ, քննարկումներ տեղի ունեցել են, հետաքրքիր է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների եւ դաշնակցության դիրքորոշումը համատեղ ակցիաների իրականացնելու հարաբերած նավահանի հետ կապված ինչպիսին է հաշվի առնելով վերջին շրջանում երկու ուժերի միջև առկա գոնե ֆեյսբուքյան կոնֆլիկտությունները։ Ես արդեն ասացի, որ այո, հիմնական բոլոր ընդդիմադիր դերակատարներին կամ արդեն հանդիպել ենք, քննարկել ենք, կամ այս 1-2 օրվա հարցը հանդիպելու ենք եւ քննարկենք։ Ասացի նաեւ, որ որևէ պարտադրանք մեր առաջարկի մեջ չկա եւ չէր էլ կարող լինել, կա մտահոգություն եւ արժեհամակարգ, որը առնվազն քաղաքական քարոզչական խոսույթի մակարդակով բոլորը կիսում են։ Ես արդեն ունեմ համաձայնություններ այլ քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ, որ իրանք անպայման իրենց նախաձեռնություններով այդ օրերին ակցիաներ կանեն, դա արդեն շատ լավ ռեզուլտատ է։ Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի թիմին, ապա ես երկու բաղադրիչ եմ այդ թիմում միշտ տեսել, քարոզչական եւ քաղաքական։ Քարոզչական բաղադրիչը գիտեք, հա տեսել եք, ֆիքսել եք, միշտ չէ, որ առնվազն adekvat է եւ մարդկային եւ բարոյական եւ քաղաքական իրականությանը, քաղաքական թիմից նման խնդիրներ չեմ տեսել եւ հուսով եմ չեմ տեսնի։ Դրանք երկու տարբեր գործողություններ են։ Ես ֆիքսել եմ նաեւ Իշխան Սաղաթելյանի հանրային առաջարկը անել միասնական ընդդիմադիր հավաք։ Հիմա, այսպես ասած, մոդիֆիկացնեմ, թույլ տամ ինձ առաջարկ անել այդ առաջարկության հետ կապված։ Օրինակ կարելի է, եթե նման նախաձեռնություն խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերը, հա, հիմնական ընդդիմադիր նախընտրական ուժերը ուզում են անել, ապա կներեք մայիսի 4-ից ավելի լավ օր դժվար է մտածել։ Այսինքն հենց գագաթաժողովին զուգահեռ միասնական ընդդիմադիր հանրահավաքը շատ բնական ու տրամաբանական կլինի, այսինքն ես Իշխան Սաղաթելյանի առաջարկությունը շարունակեմ հենց այս թեմայի համատեքստում, որ կարելի է հենց ամսի 4-ին էլ անել, եթե ընդդիմադիր հիմնական ուժերը, որոնք մասնակցում են ընտրություններին, այդպիսի որոշում կկայացնեն։ Դա մենք չենք կարող իրենց առաջարկել, որովհետև իրենք են նախընտրական արշավի մեջ այդ իմաստով, եթե իրենք նման որոշում կկայացնեն բոլորով միասին, բնական է հանրապետականը իր արժեքներին եւ խոստումներին համաձայն կլինի այնտեղ, որտեղ իր կարիքը կլինի։ Իսկ ինչ վերաբերում է այդ քարոզչական ու քաղաքական թիմերին, Ֆայլակ ջան, ես տեսնում եմ քաղաքական թիմը որակյալ քաղաքական կոնտենտ է տալիս։ Քարոզչական թիմը քաղաքական կոնտենտ չի տալիս։ Օրինակը կենցաղային բերեմ եւ այս թեման փակենք, հա։ Երբ որ նույն արտադրամասում եւ դառը շոկոլադ են արտադրում եւ գոմաղբ, ես չգիտեմ, ես չեմ կարող հասկանամ, չի կարելի նույն արտադրամասում արտադրել բելգիական թանկ շոկոլադ եւ գոմաղբ միաժամանակ։ Դա չի հասկացվում։ Ես հուսով եմ, որ իրենք մեր հետ կապված մոտեցումները մեր շատ ինչ են ուզում իրարից, հա։ Մենք իրանցից ոչ մի բան, իրանք մեզանից չգիտեմ ինչ են ուզում։ Չէ, մենք իրանցից երկու բան ենք ուզում։ Առաջինը, որ դադարեն թիրախավորել հանրապետականին, Սերժ Սարգսյանին, ինձ եւ իմ ընկերներին, հակառակ դեպքում ստանալու են պատասխաններ, եւ երկրորդը մենք ուզում ենք, որ իրանք անցնեն խորհրդարան։ Մենք այս երկու բանն ենք ուզում իրենցից։ Եվ որ ասում եմ իրենցից դժվարանում եմ տարանջատել նորից կրկնեմ քաղաքական եւ քարոզչական թիմերը, որովհետեւ առաջինի հետ կապված մենք հանրային դաշտում խնդիրներ չենք տեսնում, ընկերներ ունենք այնտեղ, հուսով եմ վերաբերմունքը չի վերանայվել, եթե ես չեմ վերանայել, այսքանից հետո մի խոսքով այդ հետո։ Եվ երկրորդի հետ կապված մեծագույն խնդիրներ ենք տեսնում, մեծագույն։ Ով է ամեն ինչը եւ ինչը էլի թեման փակել այն ամենայնիվ դուք կարծում եք, որ օրինակ քաղաքական թիմը քարոզչական թիմից կամ քարոզչական թիմը քաղաքական թիմից անկախ է գործում։ Ես չեմ ուզում մտնել այլ քաղաքական ճամբարի անատոմիայի եւ ֆիզիոլոգիայի մանրամասների մեջ, քաղաքական անատոմիայի եւ քաղաքական ֆիզիոլոգիայի։ Ասացի այն, ինչ որ տեսնում եմ, զգում եմ եւ գիտեմ, եւ նորից կրկնեմ, մենք իրենցից երկու բան ենք ուզում։
առաջին օրյան տան մեզանից, երկրորդը որ անցնեն պարլամենտ, կոպիտ ասած լավ լինեն եւ հեռու լինեն։ Այս երկու բանն ենք ուզում։